Բարի աչուխում, կարծում եմ եկել է ժամանակը, որ անդրադառնանք այս թեմային։ Մենք բոլորս էլ շատ անգամ ենք լսել, որ մարդիկ Հայաստան ասելիս պատկերացնում են միայն Երևան։ Չգիտեմ ում դուր կգա ասելիքս իսկում ոչ, բայց ուղղակի չէի կարող չխոսել սրա մասին։ Ինչու պիտի մենք կոնկրետանանք մայրաքաղաքի վրա եւ անտեսենք մնացած բոլոր քաղաքները։ Հարգելի բնիկ երևանցիներ, խնդրում եմ չնեղանաք։ Բայց եթե դուք էլ խորանաք, հարցիս խորիմաստություն նայան ապաշկյարակ Երևա։ Շատ հարցերում առանձնացվել, տարանջատվել ու դարձել ենք անտեսված։ Ո՞վ է մեղավորը։ Կառավարությունը, հասարակությունը, թե նրանք, ովքեր այնքան են կենտրոնացած իրենց եսասիրության վրա, որ դարձել են հիվանդ։ Կարծում եմ դուք զգում եք ինչ եմ ակնարկում։ Իսկ եթե ոչ, ապա բերեմ շատ պրիմիտիվ ու հասարակ օրինակներ, որ հասկանաք հարցի լրջությունը։ Երևանը Չինաստանից ստացավ 200 ավտոբուս, որոնք շատ հարմարավետ են եւ կապավեն հասարակ երևանցու կոմֆորտնի տեղափոխությունը։ Իսկ մնացած բոլոր քաղաքները չստացան դաժե այդ ավտոբուսի մարկետինգներից։ Ու էլի մնացինք բլբլած սալոններով, մերոտ ու կեղտոտ նստատեղերով, մուննատ շոֆերներով պազիկների հույսին։ Բերեմ եւս մեկ օրինակ։ Ինչու պետք է դուք ունենաք ասֆալտ փռելու չափից շատ մեքենաներ եւ ապակե գետիններ, իսկ մենք ասֆալտ տեսնենք միայն վարչապետի կամ նախագահի այցելությունից առաջ։ Այն էլ լատկա, որ ավելի լավ է մնար ջրափոս, քան այդպիսի ասֆալտ անեն։ Իմ կարծիքով սա անարդար է, բայց ցույց տամ ձեզ մի քանի կադր Գյումրու ասֆալտապատման process-ներից, որ չասեք սուտ ենք մեկնաբանում։ Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգը ամբողջովին կենտրոնացված է Երևանում։ Դրա համար էլ դուք ունեք գոնե նվազագույն աշխատավարձի չափով աշխատանք, իսկ մենք լիքը պարտքեր։ Ոչինչ թե հասարակ գյումրեցին երեխային կերակրելու համար կարող է ինչ էշություն ասես անել։ Ճանտամ զատոք ունենանք գեղեցիկ մայրաքաղաք ու կապրենք, կծերանանք, կմեռնենք Երևան ասելով։ Դրա համար էլ Երևանում մի քիչ լավ ապրող ընտանիքներում ունեն առնվազն 2-3 մեքենա, իսկ մերոնք դաժե բանկում նորմալ ապարիկի պայմաններ չունեն մեքենա ձեռք բերելու համար։ Դասակարգված լիքը մանր բաներ կարող եմ ասել, որոնք ձեզ լիքը մտածելու տեղիք կտան։ Ես խոսում եմ Գյումրի մասին, բայց համոզված եմ, որ իմ հետ համաձայն են մնացած մարզ կենտրոններն ու փոքր քաղաքները։ Ասենք որ գնում ես միտեղ հանգստանալու եւ քեզ հարցնում են որտեղից ես պատասխանում ես Հայաստանից։ Չգիտես ինչու նրանք պատկերացնում են, որ դու անպայման պետք է լինես Երևանից։ Աբսուրդ։ Եթե երևանցի ես, ուրեմն հայ ես։ Մեր տարբերությունն այն է, որ դուք ձեր արդեն ունեցածն եք քանդում, որպեսզի ավելի կատարելագործեք, իսկ մենք դաժե այդ հնի մասին ենք երազում։ Հիմա կասեք, բա 1 միլիոն հայ է բնակվում, բա տուրիստ, բա եսի ինչ։ Հասկանում եմ, որ մայրաքաղաքն է ու պետք է անպայման լինի գեղեցիկ, մաքուր, կոկիկ ու մարզերի հետ համեմատած հարուստ։ Բայց իմ ասածը լրիվ այլ բան է։ Երկու եղբոր սիստեմ, ձեր հին օգտագործվածը հետո միշտ դառնում է մերը։ Օրինակ Լենինգրադի 300 մետրանոց վիշկեն պետք է լիներ Լենինի քաղաքում, բայց մեր կարծիքով շատերը մոռացել են, որ Հայաստանի առաջին համալսարանը եղել է Գյումրիում։ Եվ վերջո մեդալ բերող սպորտսմենների գրեթե 70%-ը մերոնք են։ Եվ վերջապես ամենակարևորը, անտիվիրուսը նկարվում է Գյումրիում։ Ինչ է, անպայման նախագահի նստավայրը պետք է լինի մարզերից մեկում, որ քաղաքը քաղաք դառնա։ Ինչու՞։ Ո՞վ է մշակել այդ կոդեքսը։ Կամ որ Երևանից չես, մարդիկ սկսում են քեզ այլ աչքով նայել, ու դու միանգամից նրանց աչքին դառնում ես գեղձի։ Ես չեմ հասկանում, այդ որտեղ է գրած, որ Երևանաբնակը անպայման պետք է լինի ազնվական տոհմի ներկայացուցիչ ու գլուխն էլ ֆուլ։ Ոնց որ մենք կարող ենք ունենալ լիքը գեղձի մտածելակերպով մարդիկ, այնպես էլ դուք։ Ու ես դրանում համոզված եմ։ Ես ավելի շատ պետք է սիրեմ իմ քաղաքը, բայց պետք է անենցանեմ, որ չմնամ մեր ատակը, որ հանգարց չդառնամ գոռոզ երևանցի, որ ոչ մի բան չի տենում իր ակտից բացի։ Ստոպ, բարբարով խոսելը դեռ չի նշանակում, որ մարդը ինտելեկտ չունի։ Եկա հասա մի քանի նախադասության, որ ուղղակի մեջս երրում էր մի քանի տարի շարունակ։ Ես հասկանում եմ, որ մարզը դա ռայոնն է, բայց կան մարդիկ, ովքեր Երևանից դուրս ինչ-որ մի տարածքի մասին խոսելիս, այնպեսի հեգնանքով են ասում այդ ռայոն բառը, որ քիչ է մնում այդ ռայոնով 10 գլխին։ Ռայոնից է սապե։ Կարող է դա ուղղակի լեքսիկոնի մեջ մտած բառ է, որ օգտագործում են ամեն այնչեին։ Բայց հեգնանքն ու այդ պահին նամիկա տանելը, որ դու իրանից մակարդակով թույլ ես, լրիվ ավելորդ է։ Հա, բա ինչու Ղարաբաղից եկածներին էլ դուք չեք անում, ասեք ռայոնցի։ Հա, մոռացել է, Ղարաբաղը դա մարզ չէ, հանրապետություն է։ Բայց պատճառը բնավ էլ դա չէ։ Հա, մի բան էլ, ձեր աստղերը գալիս են մեր մոտ խոպան ու ակնկալում իրենց տնային շորերի եւ անտաղանդ ֆանագրամաների օգնությամբ աշխատել ամեն մեկն իր նկարած թիվը։ Մոռացել են երևի ուր են գալիս։ Չէ՞ որ վերջապես սա արհեստների ու արվեստների քաղաք է եւ այստեղ հանդիսատեսը շատ ավելի զգոն է։ Չնայած այստեղ կազմակերպիչների մեղքն էլ կա, որ ամեն մի անկուլտուրական չիճո բրպեջ մազերով հոգնած գաստարբայտերներին բերում են այստեղ գաստրոլների։ Առաջներում նրանք կարող էին հասնել իրենց նպատակին, իսկ վերջերս ստատիստիկան ցույց է տալիս, որ նրանց համերգներն անցնում են կիսատ պռատ դալիչներով, եւ դա ողջունելի է։ Լավ, ինչևէ, չեմ ուզում կռիվ կամ ատելություն քարոզել, բայց այստեղ գործում է մի պրիմիտիվ ձևաչափ։ Հարգեք, որ հարգվեք։ Լեննականցին միշտ եղել է հումորով, իսկ երևանցին միշտ եղել է արիստոկրատ ինտելեկտով, բայց արի ու տես, որ դուք ունեք անհումոր անտաղանդներ, իսկ մենք ունենք լիքը տուպոյ մտավորականներ, դու զգում ես, որ սա հարաբերականն է, ինչը մեկի համար էժանը մյուսի համար թանկա։ Մեզ կարող եք դիտել նաև մեր ինֆորմացիոն գործընկերներ Ասեկոսե.am եւ Blog News.am կայքերում։ Բաժանորդագրվեք մեր վիդեոներին։ Ձեր հետ անտիվիրուսներ կհանդիպենք։ Չկայմ սրտի որդը ու կորավ իմ այդ է կարտը ուր է իմ տղամարդը ու կորավ իմ հոգուս արտը չկա իմ սիրո արդը ուր է իմ տղամարդը
Давай, գնաց։ Դանդաղ։ Կերգուսով ընձի նայեք։ Եկեք, պարզող, շաբաթ։